Բարի ուշ երեկո, սիրելի հայրենակիցներ, խնդրեմ, եթե լսում եք, եթե ձայնը լսվում է, փորձեմ կարճ մի քանի գնահատական ներկայացնել կապված Սամվել Կարապետյանի այսօր տեղի ունեցած քիչ առաջ դատարանի որոշման վերաբերյալ եւ խնդրեմ, եթե ձայնը նորմալ է, ասեք, որովհետեւ ես ոչ գրասենյակային, ոչ տնային պայմաններում եմ գտնվում, երկրից դուրս եմ հանդիպման եւ դրա համար հենց հիմա ունեմ այս հնարավորությունները, բայց կարծում եմ շատ կարեւոր է այսօր տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելը։ Ուրեմն, որքան որ տեսնում եմ, ոնց որ թե նորմալ է, ձայնը կա։ Ուրեմն շատ երևի թե 30 րոպե առաջ Առաջին Ատյանի դատարանը որոշում կայացրեց Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ։ Ես ցերեկը հնարավորություն եմ ունեցել Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, ասել եմ, որ վարչապետ Փաշինյանի առավոտվա բրիֆինգի ժամանակ նա որպես իրեն դրեց նախաքննական մարմնի տեղ եւ սկսեց մեկնաբանել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը որպես մեղադրանք առաջադրված է, եւ նա քննիչի նման, այսինքն քննիչներին ցույց տվեց, թե ինչպես է պետք մեկնաբանել այս հոդվածը, որտեղ քննիչներից անցանք արդեն դատարանի եւ ես ասացի, որ սա հստակ ցույցում է դատարանին, այսինքն գործադիր իշխանության ղեկավարը, ում խմբակցության միջոցով դատավորներ են ընտրվում, ում խմբակցության միջոցով բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվում, գործադիր իշխանության ղեկավարը, ում WhatsApp-ի նամակով բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրաժարական է տալիս, դա ապացույցված փաստ է, նա ասել է դա, սա նշանակում է, որ նա անձամբ ընդունել է, որ Հայաստանում չկա անկախ դատական իշխանություն եւ դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության, այսինքն վարչապետի վերահսկողության տակ, եւ ինքն է որոշումով հրաժարական տա, ով չտա, երբ տա, ոնց տա եւ այլն եւ այլն։ Այդ մարդը կանգնեց ասեց, որ ինքը թույլ չի տա նման հայտարարություններ անել, իսկ հայտարարությունը ինչի մասին էր։ Հայտարարությունը բացարձակապես, օրինակ, տեսեք, առաջադրված մեղադրանքը, հոդվածը, քրեական օրենսգրքի կոչվում է հետեւյալ կերպ. իշխանությունը զավթելուն, ստորակետ, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ստորակետ, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու մասին էր։ Եվ անգամ այն մասը, որ ասում են դնա ասած, որ քաղաքական գործիչների մոտ եթե չստացվի, մենք մեր ձևով կանենք, ասում են, ինչ կանեք դուք ձեր ձևով կամ բառացի չեմ հիմա մեջ բերում, որովհետև միտքը ասում են, բայց ո՞րն է, իրանց ձևը ո՞րն է, բան, ժողովուրդ որևէ կերպ չի կարող մարդու ասածը մեկնաբանվել այնպես, ինչպես ցանկանում է երկրի վարչապետը։ Այսինքն երկրի վարչապետը ուզում է մեկին կալանավորի, ինքն է որոշում ոնց մեկնաբանի, եւ եթե իր որոշածը թե ինքը ոնց մեկնաբանի, դատարանը կիրառում։ Հասկանում եք։ Եվ մյուս ամենաֆունդամենտալ խայտառակությունը։ Լավ, պատկերացնենք լավ։ Մեկնաբանվել է հետեւյալ կերպ։ Քրեական գործառույթված է, մեղադրանքը առաջադրված է այս հոդվածով եւ հիմա ինչ ունենք դա, մեղադրանքը առաջադրվել։ Խափանման միջոցը կալանք ընտրվում է մի հոդվածով քրեական օրենսգրքի, որով ուրեմն նախատեսվում է այստեղ տուգանք, պատժվում է տուգանքով 20-պատիկից 50-պատիկի չափով, ստորակետ, կամ հանրային աշխատանքներով 150-ից 270 ժամ տևությամբ կամ ազատության սահմանափակման 1-ից 3 տարի ժամկետով։ Այսինքն տուգանք կա, հանրային աշխատանքներ կա, նոր ազատազրկում կա, հոդվածի սանկցիայով։ Այսինքն պատկերացնում եք ինչ հոդված է առաջադրված, որ կարող է մարդը տուգանքով ազատվել։ Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նա մեղավոր ճանաչվի։ Դա այդտեղ չեմ հասնում։ Այսինքն ակնհայտ է, որ այս թքով կպցրած այս հոդվածով, այսօր բան չեն գտել մարդու վրա, այս են դրել, այս հոդվածով որևէ հավասար պայմաններում խափանման միջոցը կալանք չէր կարող լինել։ Խափանման միջոցը կալանք դատարան ընտրում այն դեպքում, երբ որ հիմնավոր կասկածի համապատասխան շեմը գոյություն ունի։ Սամվել Կարապետյանի արած հայտարարությունը եւ հոդվածի ձևակերպումները բացարձակապես իրար հետ կապ չունեն։ Ոնց էլ բերեն իրար հետ կապ են, իրար հետ կապ չունեն։ Մյուս բանը, խափանման միջոցը կալանք ընտրվում է այն դեպքում, երբ որ կան փաստեր, որ նա կարող է փախուստի դիմել,
ճնշել ինչ-որ մեկին, նախաքննության վրա ազդել, վկաների վրա ազդել, գործով վկաներ, որևէ բան չեն կարող լինել, որովհետև գործում կա մի հատ հարցազրույցի հիման վրա հարուցած քրեական գործ է, որի մասին խոսեց վարչապետը, որ հենց դրա համար են կանում։ Հենց դրա համար են կանում։ Խոսեց, հետո ֆրակցիայի падգամավորները հայտարարություններով հանդերձ եկան, հետո բանը խմբերում գրեց, եւ նմանատիպ բաներ։ Օտարյակը հյուրերը ողջունում են, չգիտեմ ինչի համար։ Մեծ ամեն դեպքում սա է իրավիճակը, սիրելի հայրենակիցներ։ Այսինքն հստակ քաղաքական իշխանությունը ընդունել է, որ ինքը իրականացնում է քաղաքական հետապնդում, լավ էս դրեցինք մի կողմ։ Հետո դատարանը բռնել կալանք է կիրառել, 2 ամսյա կալանք մի դեպքում, որ վկա չկա, որ մարդը ճնշի, որ ոչ մի նախաքննական գաղտնիքի խնդրի գոյություն չունի բացարձակապես, ոչ մի բան։ Ամբողջ խնդիրը վերաբերվում է մի արված հայտարարության։ Հիմա հաջորդ հատվածը։ Ես այսօր մամուլից մեր տելեգրամյան ալիքում տեղադրեցի նյութ, որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանում քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ալիևը մեղադրում էր Սամվել Կարապետյանին եւ նաեւ այլ գործարարների հայ Ռուսաստանաբնակ եւ ոչ միայն, որ նրանք Հայաստանի Հանրապետությանը 44 օրյա պատերազմի ժամանակ աջակցել են զենք բերելու եւ այլն հարցերով։ Հիմա ինձ ասում են, ինչի եք անընդհատ մեկը մյուսի հետ կապում։ Ժողովուրդ, Ալիևի ձեռքերը չի հասնում այս մարդուն բռնել, ոնց որ ձեռքը ասել է Ռուբեն Վարդանյանին բռնել։ Հիմա ինչ Հայաստանի Հանրապետությունն է բռնում։ Ինչի հիմա վրա է բռնում, ինչ քրեական գործով է բռնում։ Անունն ինչ է դնում, որ եկեղեցուն է պաշտպանել, լավ է արել, բոլորս էլ եկեղեցուն պաշտպանում ենք։ Փորձում են ասել, որ բանը մենք կուսակրոնությունով ենք զբաղվում, վարչապետը կուսակրոնությունով զբաղվում, հա։ Այդ ինչ գրքերով էր այսօր եկել։ Իրան բանը Մովսեսի տեղնադրել 10 պատվերանները բան սարից վրից ստացեի չլա։ Եկել ինչ ասում, դա իր գործն է։ Հարևան մեր ռազմավարական գործընկեր երկիրը հենց հիմա ռմբակոծվում է։ Հայաստանը ոչ մի խնդրեմ չունի։ Կամ ասենք բանը Թուրքիա այցից առաջ Էրդողանի մոտ գնալուց առաջ անպայման է հայ Forbes-ով հայտնի հայ միլիարդ հատերին կալանավորել, ով որ պաշտպանել ամենայն հայոց եկեղեցին, ամենայն հայոց կաթողիկոսին, հա? Այսինքն տեսեք, շփոթմունք են ուզում մտցնել, ասում Հայաստանի առաքելական եկեղեցին, ես տեսնում եմ գրառումներն անում։ Ժողովուրդ, մեր եկեղեցին Հայաստանի առաքելական եկեղեցին չի։ Ամենայն հայոց եկեղեցի է, ամենայն հայոց։ Գոյափառը ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկեղեցին հայաստանյաց առաքելական եկեղեցի է, որը որ ամբողջ աշխարհում մեջ է սփռված։ Ոչ թե Հայաստանի առաքելական եկեղեցի։ Որտեղ Հայաստանում է գրանցված որպես ոչ կրոնական կազմակերպություն, այդ ձևը կոչվում։ Եվ ցանկացած հայ կարող է այդ եկեղեցու պաշտպանության համար խոսել։ Եվ այստեղ ոչ թե ցանկացած հայ է խոսել, այլ ամենայն հայոց եկեղեցու համար խոսել է հայ ժողովրդի, աշխարհասփյուր հայ ժողովրդի մեջից եղած ամենահայտնի հայերից մեկը։ Եվ ինչա տեղի ունենում կալանք, 2 ամիս կալանք։ Ես ուղղակի ինչ եմ ուզում ասեմ, ապօրինի ամբողջությամբ։ Ինչ որ տեղի ունենում ծայրից ծայր ապօրինություն է, եւ այս ամեն ինչը ուղերձ է ցանկացած գործարարի, ցանկացած բիզնեսմենի, ցանկացած մեկին, ում որ վարչապետը ամեն օր ասում է հայտարարագիր ներկայացրու։ Եթե դոլարային միլիարդ հատերը պաշտպանված չի Հայաստանի Հանրապետությունում, դատարանը չի պաշտպանում այդ մարդուն։ Դատարանը չի պաշտպանում այդ մարդուն։ Փոքր միջին կիսախոշոր բան, որ գործարարը կարող է լինել պաշտպանված։ Եթե նմանատիպ պայմաններում սեփականությունը խլելու մասին պաշտոնական հայտարարություն արվում վարչապետի կողմից, սեփականությունը խլելու մասին։ Այսինքն, ասում մենք խլելու ենք սեփականությունը։ Ուղղակի ուրիշ բառեր են օգտագործում։ Ժողովուրդ ջան, մենք դա պետականացնում ենք։ Մենք դա պետությանն ենք, դա պետության համար է բան։ Ինչ որ պետությունը այսօր Հայաստանում կառավարում է, այն կործանման եզրին է կամ կործանվում է։ Այսինքն ինչ եք ուզում, ատոմակայան ուզում եք փակեք, գիտենք։ Էրդողանը, Ալիևը պահանջում են որ փակեք։ Հեծերը ինչ կապ ունեն, ամեն ինչի իրար հետ կապ ունի։ Ուր է տանում էս ամեն ինչը, սիրելի հայրենակիցներ։ Ինչ պարտադիր էր Էրդողանի մոտ գնալուց առաջ Սամվել Կարապետյանին կալանավորելը։ Հիմա կարող են ասում են, «Բա ամեն ինչ իրար հետ է կապում, ախր Ալաշուքյուր Փաշազադեն եկեղեցու դեմ խոսեց, հա ինչ անենք համընկավ վարչապետն է խոսեց»։ Այդ տենց անընդհատ ձեր մոտ համընկնում, հա։
Անընդհատ ինչ լինում է ձեր մոտ համընկնում է, հա։ Ալիևն ընդեր գործ հարուցեց, դուք ստեղ կանանավորեցիք։ Ձեր մոտ ամեն ինչը համընկնում է, ոչ մի բան պատահականություններ է, հա։ Եվ մյուսը էս պրոպագանդայի մասը, որ վայ, վույ, բան, մեր երկրի ներքին գործերին են միջամտում, չգիտեմ ինչ բան։ Այդ որ Ալիևը հայտարարություններ անում մեր երկրի ներքին գործերին չի միջամտում, հենց այսօր հայտարարել է, որ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների Հայաստանում ապրելու ըստ Ալիևի արևմտյան Ադրբեջանում ապրելու իրավունքը։ Բայց ի՞նչ եք հայտարարություններ անում, որ միջամտում են մեր ներքին գործերին։ Ալիևը որ ասում է ձեր զինանշանը փոխեք, ի՞նչ եք հայտարարում, որ մեր զինանշանը դու ով ես, որ մեր զինանշանը փոխել տաս։ Որ ասում է սահմանադրությունն ասեք փոխեք, ի՞նչ եք հայտարարում, որ դու ով ես, որ մեր սահմանադրությունը փոխել տաս։ Այդ ի՞նչ եք հետը բանակցում, որ սահմանադրությունը փոխեք։ Այդ ո՞նց է, որ ձեր ինքնիշխանությունը միայն Սալավիովների հետ է կապված կամ Մարիա Զախարովաների հետ է կապված։ Ձեր ինքնիշխանությունը մենակ այդ թևի վրա է աճում։ Սերի հայնակիցներ, իմացեք, որ թե առաջադրված մեղադրանքը, քանի որ մասնակցությամբ նաև փաստաբան եմ, երկար տարիներ իրավապաշտպանությամբ եմ զբաղվել, մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերում եմ հաղթած, այդ թվում Ադրբեջանի դեմ, գործից հասկանալով եմ ասում ես, ապօրինի մեղադրանքի առաջադրվել, ապօրինի մարդը կալանավորվել է, ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդել է, քրեորեն հետապնդելի արարք է, բոլոր նրանք, ովքեր ներգրաված են այս process-ի մեջ, բոլորը դատվելու են։ Մի հրճվեք, մի ցնցվեք։ Դատվելու եք, չեք մարսելու այս ամեն ինչը։ Չեք մարսելու։ Չի ստացվելու ձեր մոտ։ Չեք կարողանալու անել։ Ոչ եկեղեցու դեմ ձեր այս արշավնա տեղ հասնելու, ոչ Սամվել Կարապետյանի դեմ այս արշավնա տեղ հասնելու։ Չեք կարողանալու։ Չի լինելու։ Մեկը ես իմ բոլոր ունեցած հնարավորություններով կանգնած եմ, որ դա տեղի չունենա։ Եվ էլի հազարավոր մարդիկ, ում որ մենք այսօր ամբողջ օրը տեսել ենք եւ բազմաթիվ հայտարարություններով։ Եվ ամենախիստ ձևով կրկին դատապարտում եմ այս քաղաքական հետապնդումը, որը պլանավորվել ծրագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրան ենթակա բարձրագույն դատական իշխանության կողմից։ Ինչու նրան ենթակա, որտեղ իր SMS-ով այդ բարձրագույն դատական խորհրդի նախագահը ազատվում պաշտոնից եւ իր ֆրակցիան է դոմինանտ նշանակություն ունում նրա անդամներին ընտրելու, իսկ այդ մարմինը հսկողություն ունի բոլոր դատավորների վրա, հետեւաբար ամփոփելով Հայաստանի պետություն չկա անկախ դատական իշխանություն, որի վերաբերյալ ցուցմունք է տվել հենց ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ այո, ես եմ SMS գրել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որ նա հրաժարական տա։ Ոչ ոք թող հանկարծ հեքիաթ չպատմի, որ անկախ դատական իշխանությունը կալանավորել է, այդ կողմից դե կալանավորել է դատարաններ կան, մենք ինչ կապ ունենք, մասս բաներ, հենց հեքիաթներ ոչ միտեղ չեք կարող դուք պատմել։ Բացարձակապես չեք կարող դուք պատմել։ Եվ այդ ամբողջ պլանավորված քաղաքական արշավը, որ իրականացվել է, ամենախիստ դատապարտման ենթակա է, եւ ես տեսնում եմ, որ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական նախաձեռնություններ, բոլորը գրեթե, ովքեր տեսնում են, որ սա անարդարություն է եւ տեղի է ունենում օրը ցերեկով, բացարձակապես անհիմն, օթից sense բան արած, բոլորը դատապարտել են եւ շարունակել են դատապարտել։ Դուք այս թեմայով աջակցություն չեք ունենալ։ Դուք աջակցություն չունեք։ Երկու հատ ասենք ստատուս չունեք, ասենք բանան գրող, որ իբր բան այն կեղծ ինքնիշխանները, որոնք որ ծպտուն չեն հանում Հայաստանի զինանշանը փոխելու հետ կապված որևէ հայտարարություն, այդ կեղծ ինքնիշխանների մի քանի հոգու աջակցություն ունեք, որը ոչ մի բան է, ոչ մի բան։ Սերի հայնակիցներ, կապի մեջ կլինենք, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը նույնպես։ Ես նաև իմ Telegram-յան ալիքում անդադար որոշակի տեղեկություններ, վերլուծություններ եմ մատուցում, նաև հետևեք Telegram-ում, YouTube-ում, TikTok-ում, նաև սոցիալական այլ հարթակներում։ Կհետևենք ամբողջ այս գործի ընթացքին եւ թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա արևմտյան Ադրբեջան։ Այնինչ տեղի ունենում Հայաստանում հենց հիմա, դա կարող է տեղի ունենալ ապագայում արևմտյան որպես Ադրբեջան։ Իսկ արևմտյան Ադրբեջանում չպետք է լինի հայ առաքելական Սուրբ եկեղեցի, այնպես ինչպես որ կա։ Դա համար այդ պայքարը գնում է եւ այդ պայքարից բխող նաեւ բաներ են տեղի ունենում կոնկրետ հենց հիմա Սամվել Կարապետյանի հետ։ Նրա ամբողջ գործունեությանը։ Լավ ասենք, չէ, տաշիր պիցան են փակում, կաթիկ գործարանն են փակում, չգիտեմ։ Ասենք դուք լրիվ եք գժվել։ Դուք մտե տաշիր պիցան նոր եք հասկացել, որ համով չի,
կաթի գործարանը, որ ինչ եք գնացել, բայց տեսնում եմ դուրեր է գալիս ինչ որ էսա փակվում են, փակվում են։ Հազարավոր մարդիկ կմնան անգործ։ Այսինքն մարդկանց անգործ եք դարձնում, որ ինչ անեք, մարդիկ եկել աշխատատեղ են ստեղծել։ Սա չի հանդուրժվելու, սա չի լինելու։ Ուղղակի թեմայից թեմա անդադար մտքեր են գալիս։ Պետք է լռենք եւ պետք է պայքարենք։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Վստահ եղեք, այսպես չի մնալու, փոխվելու է ամեն ինչ։ Լավ մնացեք։